Սիրելի հայրենակիցներ, սիրելի թոշակառուներ, նախագիծը, որը քննարկում ենք, հարցում են ինչի մասին է, ըստ էության, իմ կարծիքով, այս նախագիծը անսահման պոպուլիստներին իշխանության գալուց առաջ մտածելու մասին է։ Այսինքն, երբ որ խոստումներ են տալիս եւ հետո մտածում են, որ դերասանությամբ, պոպուլիստական վարպետությամբ, նորից անընդհատ խաբելով կմնան իշխանության, այստեղ առնվազն գոնե օրենք կլինի նորմատիվ պահանջ եւ առնվազն կփաստվի, որ խախտել են այդ օրենքը։ Հիմա մեզ վստահաբար նայում են կամ հետո տարբեր լրատվամիջոցներով մեզ նայելու են, հետևելու են մեր տատիկները, պապիկները, հաշմանդամություն ունեցող անձինք, թոշակառուները, որոնց գերակշիռ մասը ցավոք սրտի չափավոր աղքատ է։ Այնտեղ կան նաև ծայրահեղ աղքատներ։ Հիմա այս նախագիծը քաղաքական մեծամասնությունը մերժում է սոցիալական նախագիծը էլճար չունենալով իրավական որոշակի հիմնավորումներով եւ ծանր հրետանին է հանել ոտքի Տիկին Տիգրանյանին, լավ իմաստով եմ ասում, իր իրավաբանական գիտելիքների ողջ ծավալով, բայց չհամոզեցիք Տիկին Տիգրանյան։ Չէ, չհամոզեցիք։ Սոցիալական նախագիծ էր, ձեր խոստումներից բխող էր, տեղին էր, ժամանակին էր, պահանջված էր եւ այո, ես կարծում եմ դուք այստեղից պիտի նույնիսկ ներողություն խնդրեիք եւ ես էլ կմիանամ այդ ներողության, եթե չխնդրեք, ես իմ անունից առնվազն ներողություն եմ խնդրում մեր թոշակառուներին, որ օրինակ մեր երկրի տնտեսությունը, չնայած արտաքին գործոններով պայմանավորված 2023-ից 24 թվականները 3 տարում աճել է 27%-ով հավաքական, այսինքն տարեկան միջին 9%-ով, որ իմ աշխատավարձը աճել է այս ընթացքում 20%-ից ավել, միջին աշխատավարձն էլ դրանից ավել, բանկերի շահույթը եռապատկվել է, ընդհանրապես շահութաբերությունը տարբեր ոլորտներում աճել է շատ, պետական գնումներով տարբեր ձեռնարկություններ, միլիարդավոր դրամների շահույթներ են ստացել, բայց թոշակառուի թոշակը չի աճել եւ գների աճին զուգահեռ, այո, այդ թոշակների իրական գնողունակությունը նվազել է։ Չափավոր աղքատ թոշակառուն դարձել է աղքատ, աղքատ թոշակառուն ծայրահեղ աղքատ։